Փառք մեր Հիսուս Քրիստոսին, որ այսօր հավաքվել ենք իր անոր ժողովրդյան, որ այսօր նշում ենք մենք իր ծնունդը։ Այո, մենք օրը չգիտենք կոնկրետ որ օրն է, Ռուսաստանում նշում են 7-ին, մեր մոտ 6-ին, Եվրոպայում 25-ին, բայց նա որ ծնվել է, դա փաստ է, եւ այսօր մենք իրանով կանք, թող իր անունը փառավորվի։ Եվ ես կուզեմ Սուրբ գրքից մի տեղ կարդամ, որ Տերը ծնվավ եւ հեշտակները հայտնվեցին հովիվներին։ Դարքերա չհայտնվեցին իշխանավորներին, թագավորներին, հովիվներին, որ դաշտում էին, եւ այսպիսի խոսքեր ասացին Ղուկասի ավետարանից 10-րդ խոսքից, որ ասում է. Բայց հրեշտակը Սավանոս մի վախեցեք, վասնզի ահա ես ձեզի մեծ ուրախության ավետիսմը կտամ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի, վասնզի այսօր փրկիչը ծնվավ Դավթի քաղաքից մեջ, որ օցյալ Տեր է, եւ այս ձեզի նշանը լինի, մանուկը պիտի գտնեք, խանձարով պատատված ու մսուրի մեջ պարգած, իսկույն այն հրեշտակի հետ երկնային զորքերը բազմություն եղավ, որոնք Աստծուն կորտնեն ու կասեն երկնքին բարդության մեջ Աստծուն փառք, երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ հաջություն։ Երկնքի բարդության մեջ Աստծուն փառք, երկրի վրա խաղաղություն։ Ծնվավ այն ազնվորությունը, որ երկինքը եւ երկրի մեջ բերեց խաղաղություն։ Թող իր անունը փառավորվի։ Թեպետնալը մսուրի մեջ էր, փոքրիկ էր, բայց բոլոր երկինքը ուրախանում էր այդ ծնունդով։ Դրա համար այսօր ժողովուրդյան, մենք էլ որ Քրիստոսը ծնվավ երկրի վրա, նա իր միսիան կատարեց երկրի վրա, այսօր մենք ունենք հաշտություն երկնքի հետ, այսօր մենք Տիրոջ զավակներ ենք։ Դա եղավ Քրիստոսի ծնունդով եւ իր մահով, որ նա կրեց խաչի վրա։ Եվ տեսեք, նա չծնվավ պալատներում, նա ծնվավ, մենք կարդում ենք մսուրում, ասում է ձեզի նշանը պիտի տրվա, մանուկը գտնեք մսուրում։ Երբ որ մենք այսօր մի երեխա ենք ունենում, մենք ամենալավ պայմաններն ենք ստեղծում, լավ կալյասկա, լավ հիվանդանոց եւ այլ, իշքան մեր հնարավորությունը տա, բայց հետարքիրա նա ծնվեց գոմի մսուրում։ Բայց բոլոր երկինքի ուշադրությունը այդ վայրն էր։ Դա համար իրոք Քրիստոսը մեր սրտերում ծնվե այսօր եւ մենք իր ազավակներն ենք, թող իր անունը փառավորվի, ամեն ժողովուրդ։